Կրթական համակարգի լրջագույն հիմնախնդիրներից է բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության իսպառ վերացումը։ Եվ եթե դպրոցական տարիքում այն դեռ երբեմն առկայծում է, ապա հետագայում ավելի բարձր օղակներում նախանձելի հետևողականությամբ արվում է ամեն ինչ այն լրացնելու համար։ Դպրոցներում գիտափորձնական աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Համալսարանում գիտական լաբորատորիաները փոխարինվում են ուսումնականներով։ Մեկը մյուսի հետևից փակվում կամ միավորվում են բնագիտական բաժինները։ Համալսարանը դարձել է ոչ թե գիտնականների, այլ ոչ այնքան որակյալ մանկաբաժների դարբնոց։ Ավելին, բնագիտական մասնագիտություն ընտրած հատուկ դիմորդներին ջանասիրաբար հումանիտար հոսք են ուղղորդում։ Իսկ մարդկանց, ովքեր հասկանում են խնդրի էությունը եւ լուծման ուղիներ են առաջարկում, լրացնում են հեռանկարային ապագայով, որն այդպես էլ չի գալիս։ Թվում է, թե երիտասարդները կորցրել են գենետիկ կապ Արցախի գիտական հսկաների հետ, սակայն կա մի պարզ ճշմարտություն։ Այո, Արցախը տվել է բազմաթիվ գիտնականներ, ակադեմիկոսներ, գյուտարարներ, բայց պետությունը գիտակցում էր նրանց կարիքը, կար պահանջարկ եւ նրանք գիտեին, թե ուր են գնում, որտեղ են իրացնելու իրենց աներևակայելի գաղափարները։ Այսօր մեր երիտասարդներին հենց այդ գիտական հիասքանչ ասպարեզն է պետք, որը պետության կողմից ոչ միայն լիարժեք կֆինանսավորվի, այլև անընդհատ խնդիրներ կդնի գիտնականի առաջ։ Արցախում այդ ուղղությամբ արված միակ քայլը դեռևս գիտական կենտրոնն է։ Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է 2007 թվականի դեկտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ և գործում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգում։ 1.5 տասնամյակում գիտական կենտրոնը բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ է իրականացրել, մասնակցել մրցույթների և դրամաշնորհներ ստացել։ Սակայն կենտրոնի կյանքն առավել ակտիվացել է վերջին տարիներին։ Դրան նպաստել է արդեն ձևավորված երիտասարդ գիտական թիմը եւ ակտիվ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ, որոնց աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնում երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական խմբեր կամ լաբորատորիաներ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ սկսվեցին։ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար սկսեցին ուղղվել դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման համար։ 2021-22 թվականներին մեր համագործակցությունը ակադեմիայի հետ ավելի սերտ սկսվեց ակադեմիայի եւ ակադեմիական ինստիտուտների հետ։ Կնքվել է 7 ինստիտուտների հետ կնքել ենք համագործակցության հուշագիր, որոնց շնորհիվ այդ ինստիտուտների շնորհիվ կենտրոնում ստեղծվում են նոր լաբորատորիաներ եւ նոր բաժիններ։ Այսինքն այն բաժինները, որոնք չունեինք, այսօր բացվելով նոր կադրեր ենք, պատրաստում Արցախի համար, եւ այն աշխատանքները, որոնք որ իրականացնում ենք, ի նպաստ մեր տնտեսության զարգացման հետ, ինչքանով է հաջողվում, մենք գիտենք, որ գիտության մեջ 1-2 տարին շատ քիչ ժամանակ է, բայց քայլ առ քայլ առաջ են գնում, հուսով եմ ավելի մեծ հաջողությունների կհասնենք։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համագործակցության պայմանագիր ունի Հայաստանի գիտության կոմիտեի հետ, որի արդյունքում արցախցի գիտնականները ևս կարող են մասնակցել կոմիտեի մրցույթներին։ Վերջին ժամանակաշրջանում դա աշխուժացրել է կենտրոնի գիտահետազոտական աշխատանքները։ Կենտրոնի գիտաշխատողները շատ ակտիվ մասնակցում են այդ մրցույթներին, շահում ենք եւ իրագործում ենք։ Այս տարիների ընթացքում հենց կոմիտեի հետ 22 ծրագիր իրականացրել ենք, 5-ը ընթացքի մեջ է, ավարտը կունենանք ապրիլին։ Տեղական մրցույթներին, ինչպես նշեցի, մասնակցություն ունենք իրականացում։ Այս տարիների ընթացքում 90-ից ավել գիտական ծրագրեր են իրականացվել կենտրոնում։ Մասնակցում ենք նաև Հայ օգնության ֆոնդի կողմից հայտարարված անսև մրցույթին, շահել ենք 4 դրամաշնորհ, իրականացվել են, նաև աշխատում ենք այն ուղղությամբ, որ արդեն արտադրության մեջ էլ այդ ծրագրերը ունենանք։ Մասնակցություն ենք ունեցել ԱՐՓԱ նորարարական մրցույթին, շահել ենք 4-րդ տեղը, գրավել ենք 4-րդ տեղը եւ այս վերջի տարիներին նաև մասնակցություն ենք ունենում 100 գաղափար Հայաստանի համար։ Նշեմ, որ անցած տարի մեր կենտրոնից ներկայացել ենք 2 հայտ, մեկ հայտը գյուղատնտեսական ոլորտի վերաբերող հայտը արժանացել է առաջին մրցանակին։ Կենտրոնի նպատակներն են գիտական հետազոտությունների անցկացման, ռազմավարական ու հետազոտական աշխատանքների համուղումն ու աջակցումը, տարածքային նշանակության ծրագրերի մշակումն ու իրականացումը, գիտահետազոտական, գիտաարտադրական աշխատանքների իրականացումը, աջակցումը տաղանդավոր երիտասարդ գիտնականների ստեղծագործական աճին։
Մի շարք միջազգային գիտաժողովների են մասնակցում գիտական աշխատողները, կազմակերպում ենք եւ մասնակցում ենք սեմինարների եւ երիտասարդական դպրոցների, այսինքն սրանք նպաստում են հետագայում երիտասարդ կադրերով համալրմանը գիտության ասպարեզում, գիտենք, որ մի քիչ մեր երիտասարդները այս ոլորտի հետ, գիտության հետ խուսափում են առնչվեն, այսպես եթե նշենք, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, դժվարություններ, որոնց առջև պետք է կանգնեն, բայց այս առումով, ինչպես նշեցի, նպատակներից է գիտական կենտրոնի ստեղծման, որպեսզի երիտասարդ կադրեր պատրաստենք, եւս ունենք ձեռքբերումներ։ Վերջին տարիներին գիտական կենտրոնի գիտաշխատողներից 7-ը պաշտպանել է տեխնոլոգիական ատենախոսություն, մեկը դոկտորական, եւ նոյեմբեր ամսին, 22 թվականի նոյեմբեր ամսին եւս մեկ գիտաշխատող պաշտպանել են տեխնոլոգիական ատենախոսություն, շուտով կլինի հաստատումը կենսաբանական գիտությունների գծով։ Այսինքն այն առաքելությունը, որը դրված է կենտրոնում, մենք իրագործում ենք։ Այստեղ ինչն է ավելի բան, որ մենք ծրագրերում, յուրաքանչյուր ծրագրում երիտասարդ մասնագետներ ենք ներգրավում, որոնց աճի խթան ենք հանդիսանում, այսինքն ծրագրերը խթան են լինում, որպեսզի իրենք սիրահարվեն, այսպես ասած, գիտությանը եւ շարունակեն։ Գիտական կենտրոնը երիտասարդ գիտնականների զարգացման լավագույն միջավայրը պետք է դառնա։ Այն պետք է օժանդակի աշխատակիցների կրթական եւ մասնագիտական զարգացմանը։ Աշխատակիցներն էլ իրենց հերթին պետք է կենտրոնը դիտարկեն ոչ թե որպես աշխատատեղ, այլ որպես Արցախի գիտական մտքի կենտրոն, զգան իրենց պատասխանատվությունը եւ դերը Արցախում գիտական առաջընթացի ապահովման գործում։ Արցախի շրջափակման պայմաններում անգամ գիտական կենտրոնը որոշակի սահմանափակումներով շարունակում է իր աշխատանքը։ Իհարկե, որոշ ծրագրեր ժամանակավորապես դադարեցված են, սակայն կենտրոնի գիտական անձնակազմը չի ընկճվում եւ ջանք չի խնայում արդեն ունեցած ձեռքբերումները պահպանելու ուղղությամբ։ Այդ դժվարությունները, նորից կրկնեմ, մենք արցախցիներս պարտվող տեսակ չենք, հաղթահարում ենք յուրաքանչյուր դժվարություն, փորձում ենք այլընտրանք գտնել եւ հաղթահարել այդ ամենը։ Նշեմ, որ հենց արտադրության վրա աշխատում ենք, ջանք ենք նետում, որպեսզի արտադրանք չկտրվի, որտեղ դա բնակչության կողմից մեծ պահանջարկ ունի եւ այս պայմաններում հատկապես պետք է ունենանք։ Իսկ ծրագրերի առումով կարծիքով կունենանք որոշակի դժվարություններ, քանի որ կան սարքավորումներ, որոնք պատվիրել էր Հայաստանի Հանրապետությունից չեն կարողանում բերել, կան նյութեր, որոնք որ չլինեն փորձարկումները որոշ մաս չի լինելու, տեսնենք, բայց կհաղթահարենք, հուսով եմ եւ համոզված։ Անցյալ տարվանից Արցախյան շուկայում արդեն հայտնի է Նարինե պլյուս արտադրանքը, որն այս օրերին էլ ըստ նախատեսված պլանի արտադրվում է։ Այս ուղղությամբ մենք 18, թե չեմ սխալվում, 19 թվականին փորձ արել ենք մասնավոր հատվածի հետ Արցախ լակտ պրոդուկտը արտադրենք, մի քանի ամիս այդ արտադրանքը կար, բայց ինչ-ինչ պատճառներով այսօր չկա այդ արտադրանքը, այնուհետև մենք մեր առջև խնդիր դրեցինք, որ մեր գիտական պրոդուկտը մենք ինքներս արտադրենք, այսինքն գիտություն արտադրություն կապը հենց գիտական կենտրոնում իրականացնենք եւ հաջողվեց։ 2022 թվականին բացեցինք Նարինե պլյուս արտադրամասը, իսկ փետրվարի 1-ից արդեն իսկ ունենք շուկայում այդ արտադրանքը, ինքը ֆունկցիոնալ կաթնամթերք է, որի մանրէներից մեկը հենց ստացվել է գիտական կենտրոնում, այսինքն ինքը ունի անձնագիր, ամբողջությամբ հետազոտված է, գենետիկ իր տեսանկյունից, որը մեր էնդեմիկ մանրեն է։ Ինչպես արդեն գիտեք, 2022 թվականի փետրվարի 1-ից Արցախի Հանրապետության տարածքում մի նոր կաթնամթերք կարելի ասել ծնվեց, հենց հանրության մեջ, հենց Նարինե պլյուս անվանումով, ինքը հանդիսանում է պրոբիոտիկ ֆունկցիոնալ կաթնամթերք։ Բաղադրության մեջ մտնում է հայտնի Նարինե
մանրեի շտամը, որը հանդիսանում է Հայ-կենսատեխնոլոգիա գիտարտադրական կենտրոնի շտամը եւ ավելացրել ենք այն շտամին Արցախի Հանրապետության տարբեր շրջաններից անջատված կաթնաթթվային գենոֆոնդի մանրեների շտամից ընտրված Գոմեշի մածունից անջատված Lactobacillus helveticus KG5 շտամը, որը նույնպես հանդիսանում է հենց նարինեն էլ է հանդիսանում Helveticus-ի ացիդոֆիլների ընտանիքի շտամ, երկու շտամերի համատեղությամբ ստեղծվեց նոր պրոդուկտ։ Ինչու որոշվեց համակցություն ստեղծել, այսօր աշխարհում ավելի շատ հակված է մեկից ավելի մանրեների կիրառմամբ ստեղծված ուրեմն նոր համակցությամբ կաթնամթերքներ, քանի որ մեկից ավելի շտամեր ունենալով սիմբիոզի հատկություն, այսինքն իրար հետ լավ հարաբերության մեջ մտնելով ավելի են ուժեղացնում իրենց հատկությունները։ Հենց հետազոտության ընթացքում այս երկու շտամերը միասին սիներգիզմի հատկություն ցուցաբերեցին եւ նրանց մոտ ավելացավ հակամանրային հատկությունը ընդդեմ աղիքային մի շարք աղտածի մանրեների նկատմամբ։ Ու վերջնարդյունքում արդեն տեսնում ենք շուկայում մեր Narine Plus կաթնամթերքը, որը հենց արտադրվում է բնական անարատ կաթից, դիետիկ, առանց յուղի եւ թարմ ամեն անգամ մանրեները աճեցնելով ավելացնում են այդ կաթին ու ստանում վերջնարդյունքը մեր պրոդուկտը։ Narine Plus արտադրանքի գիտական ղեկավար Արևիկ Իսրայելյանը հենց արտադրամասում ներկայացրել է մեզ առաքման պատրաստ արտադրանքը եւ խոստովանել, որ վառելիքի հետ կապված խնդիրները հնարավոր է խանգարեն արտադրանքի իրացմանը։ Այդ պատճառով նույնիսկ հիմա ենք մտածում ինչ անենք, որպեսզի հանրությանը չդադարեցնենք մատարակարարումը, քանի որ հիմա ունենք ահագին մարդիկ, որոնք ամենօրյա իրենց ռացիոնալ սննդակարգում օգտագործում են Narine Plus-ը, ելնելով դրանից, որ ունեն մի շարք խնդիրներ հենց աղիքային հիվանդությունների հետ կապված։ Բացի դրանից այսօր հանրապետության տարածքում չկա յոգուրտներ, կաթնամթերքը քիչ է արտադրվում ու ավելի օգտակար կլինի երեխաներին էլ ինչ-որ չափով աղիների միկրոֆլորան պահպանելու համար սննդակարգի մեջ ներառել հենց Narine Plus-ի կաթնամթերքը։ Արևիկ Իսրայելյանի խումբը Արցախի մանրեների կենսաբազմազանությունը ուսումնասիրում է 2011 թվականից։ Երիտասարդ գիտնականները այդ տարիների ընթացքում եկել են այն եզրակացության, որ իրենց հայրենիքում մանրեները տարբերվում են տարածաշրջանի այլ մանրեներից։ Ուսումնասիրությունների արդյունքում ստեղծվել է Արցախի մանրեների գենոֆոնդ, որն արդեն իսկ հրաշալի եւ անգենահատելի ժառանգություն է հետագա սերնդի գիտնականների համար։ Հետագայում նախատեսվում է 7-ից 8 տեսակի կաթնամթերք արտադրել, տարբեր համային ավելացումներով, հիմնականում յոգուրտի համային հատկանիշներով, քանի որ երեխաներին դուր է գալիս այն։ Բացի այդ, յոդիլիզացված Narine Plus փոշի էլ արտադրվելու։ 23 թվականի համար կարող եմ ասել նոր ծրագրեր ունենք, որոնք շահել են 22 թվականի վերջին, պետք է իրագործել 23 թվականին, բայց հնարավոր է այս դժվարությունները, շրջափակման հետ կապված որոշակի դժվարությունների հանդիպենք, այդ էլ կհաղթահարենք հուսով եմ։ Ունենք 23 թվականին նախատեսված եւս մեկ արտադրանք, արդեն որի տեխնոլոգիան է մշակվել գիտական կենտրոնում, դա հակադիաբետիկ թեյերի արտադրանքն է, շուտով դա եւս կունենանք շուկայում, այսինքն քայլ առ քայլ դեպի առաջ։ Իսկ լաբորատորիայի վարիչ Նոնա Գրիգորյանը վնասատուների դեմ կենսաբանական պայքարի մանրեաբանական մեթոդներն է ուսումնասիրում։ Եվ արդեն իսկ այս տարի գիտական հետազոտության արդյունքները կոչված են բարձրացնելու գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը։ Մեր հետազոտության օբյեկտներն են հանդիսանում գյուղատնտեսական վնասատուները, լաբորատորիայում վնասատուների արտաքին ու ներքին մորֆոլոգիական հատկանիշների հիման վրա որոշվում է տեսակային պատկանելիությունը, որի շնորհիվ Արցախի ֆաունան համալրվում է նոր տեսակներով։ Բացի դրանից հետազոտությունները հնարավորություն են տալիս վերհանել առավել վտանգավոր տեսակները, տերբույսերի ցուցանիշների, վարակվածության ցուցանիշների հիման վրա բացահայտվեց 3 պոլիֆակ տեսակներ, գյուղատնտեսական վնասատուների 3 պոլիֆակ տեսակներ, որոնց դեմ այս տարի կկիրառենք կենսաբանական պայքարի մանրեաբանական մեթոդը, այսինքն հատուկ մանրեների շնորհիվ այն մանրեները, որոնք ունեն արտադրում են հատուկ սպիտակուցային բնույթի էնդոտոքսին, կարող ենք ազդել, այսինքն սպիտակուցի շնորհիվ ազդում են կարծրաթևավորների, թեփուկաթևավորների, երկթևանիների, աղեստամարմարների
ամոքսային տրակտի վրա, որը սակայն անվնաս է կաթնասունների համար։ Այս տարի կաշխատենք կիրառել նման փորձ։ Նման հետազոտությունների շնորհիվ, որ առաջին անգամ է կատարվում Արցախի Հանրապետությունում եւ ոչ միայն Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում, նման հետազոտության շնորհիվ մենք հնարավորություն կտանք ավելի գյուղատնտեսական առումով ավելի օգտակար լինել գյուղատնտեսներին, քանի որ գյուղատնտեսների կողմից օգտագործող թունի քիմիկատները շատ հաճախ արդյունք չեն տալիս եւ վնասատուների թրթուրները գտնվելով տերևի էպիդերմիսի տակ շատ հաճախ բարձր դիմացկունություն են ցուցաբերում եւ թունի քիմիկատները չեն ազդում։ Մանրէաբանական այս մեթոդը հնարավորություն կտա ավելի բարձր արդյունավետություն ստանալ եւ պայքարել արդեն ավելի արդյունավետ պայքարել վնասատուների դեմ։ Ժամանակներն իրենց պահանջներն ու հետազոտությունների թեմաներն են ներկայացնում։ Գիտական կենտրոնի ֆիզիոլոգիայի լաբորատորիայում ուսումնասիրում են հետպատերազմյան Արցախի բնակչության կյանքի որակը։ Արցախի գիտական կենտրոնի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտական խումբը այս պահի դրությամբ ուսումնասիրում է Արցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական ասպեկտները հետպատերազմյան շրջանում։ Նախ թեմայի ուսումնասիրությանը եւ բազմակողմանի հետազոտությունների ծավալմանը ուրեմն նպաստել են ինչպես արդիականությունը, այնպես եւ գիտական նորույթը եւ գիտագործնական նշանակությունը մեր տարածաշրջանի համար։ Ընդհանրապես պետք է ասել, որ կյանքի որակի սոցիալ-տնտեսական մոդելից անցումը բժշկակենսաբանականի գիտության մեջ համարվում է համատաբար նոր մոտեցում, իսկ Արցախում նմանատիպ հետազոտություն իրականացվում է առաջին անգամ։ Ծրագրի հետաքրքրությունը կայանում է նաև նրանում, որ այս հետազոտությունը միջառարկայական է, այսինքն մեր խմբում ընդգրկված են եւ բժիշկ, ուրեմն ֆիզիոլոգներ եւ հոգեբան, ինչը ավելի արդիական է դարձնում հետազոտությունը։ Մենք ակտիվ համագործակցում ենք Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Օրբելո անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի առաջատար մասնագետների հետ։ Հետազոտության սուբյեկտ են հանդիսացել Արցախի բնակչության 6 տարիքասեռային խումբ, որոնք ընդգրկում են ինչպես պատանեկան, այնպես էլ առաջին եւ երկրորդ հասուն շրջանի տղամարդկանց եւ կանանց։ Ընդհանուր առմամբ բոլորի մոտ իրականացվել են հարցազրույցներ, ուսումնասիրել են կյանքի որակները ըստ առողջապահության միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ հայտնի SF36 հարցաթերթիկի, ուրեմն ուսումնասիրել ենք նաև խառնվածքի առանձնահատկությունները, մոտիվացիայի, տագնապայության աշճանը եւ մի շարք այլ ցուցանիշներ։ Հետաքրքիր այն է, որ մեր լաբորատորիայում իրականացվել են նաև մի շարք հոգեֆիզիոլոգիական ցուցանիշների ուսումնասիրություն եւ ֆունկցիոնալ վիճակի։ Հետպատերազմյան շրջանում Արցախի բնակչության կյանքի որակի տարբեր բժշկակենսաբանական ասպեկտների ուսումնասիրությունը կարող է լուրջ գիտական հիմք հանդիսանալ տարածաշրջանում ոչ միայն առողջապահության, այլ նաև այլ ոլորտների ռազմավարական ծրագրերի մշակման գործում։ Թեմայի արդյունքներից խոսելու համար նախ թվարկենք նրա գիտական նշանակությունը, որ մեր հետազոտության արդյունքում ստացված տվյալներով արդեն իսկ ներկայացվել է մի շարք գիտական հոդվածներ միջազգային ամսագրերում տպագրվելու համար, ինչպես նաև նախապատրաստվում է գիտամեթոդական ցուցումների տպագրությունը, որը կարող է կիրառվել առողջապահության ոլորտում։ Թեմայի իրականացումը ունի նաև մեծ գիտակրթական նշանակություն, քանի որ վերջնարդյունքները կկիրառվեն ոչ միայն ավարտական եւ մագիստրոսական թեզերի նյութերում, այլ նաև ատենախոսական թեզերում։ Մեր թեման ունի նաև որոշակի կիրառական նշանակություն, որովհետև ազգաբնակչությանը տրվել են նաև բլանկներ, որտեղ տրված են արդեն իրենց իսկ սուբյեկտիվ, ուրեմն տվյալների ստացված արդյունքները։ Որոշ չափով ունի նաև գիտատեխնիկական նշանակություն, այստեղ մեծ դեր է խաղում նաև Արցախի գիտական կենտրոնում ֆիզիոլոգիայի լաբորատորիայի բացումը։ Մի կողմից այն հագեցվել է ուրեմն մի շարք սարքավորումներով, մյուս կողմից էլ այն լավ հիմք է հանդիսանում տեղում հետաքրքիր հետազոտություններ իրականացնելու համար։
Ազգային տնտեսության վերակառուցումը եւ հետագա զարգացման հնարավորությունները սերտորեն կապված են գիտատեխնիկական առաջադիմության ծավալման եւ արտադրության մեջ գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների արմատավորման հետ։ Գիտատեխնիկական մշակումները պետք է ներառեն տնտեսության եւ հասարակության զարգացման բնագավառում գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումները։ Հնարավոր չէ մշակել անհրաժեշտ մակարդակի ազգային տնտեսություն առանց գիտության եւ գիտահետազոտական աշխատանքների։ Գիտնականը պետք է պետության կողմից համապատասխան ուշադրության արժանանա, եւ խոսքը միայն աշխատավարձի մասին չէ։ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ աշխատավարձների բարձրացում է իրականացվել։ Այս տարի Արցախում եւս նախատեսված է ատեստավորված գիտաշխատողների աշխատավարձների բարձրացում։ Խոսքը գիտնականին աշխատանքային պայմաններով ապահովելու, նրա զարգացմանը օժանդակելու, նրա վարկանիշը բարձրացնելու մասին է։ Միայն աշխատավարձի բարձրացումով չեն կարող զարգացնել։ Ներդրում պետք է ունենանք, սարքավորումներ, նոր արդիական սարքավորումներ պետք է ունենանք։ Պետք է պետական պատվեր ունենանք, պետական պատվեր իրականացնենք։ Այս պահին այն ծրագրերը, որոնց մասին ես խոսեցի, դրանք գիտաշխատողների անհատների ներկայացրած ծրագրեր են, պետական պատվեր չեն, այսինքն այս թեմատիկ ծրագրերը անհրաժեշտ են, մեր պետությանը հատկապես անհրաժեշտ է այս պարագայում նպատակային ծրագրեր եւ պետական պատվերներ։ Այն խնդիրները, որոնք առաջացած են մեր պետության առջև, այդ դրանք պետք է մենք սկսենք հետազոտել եւ իրականացնել։ Իսկ իրականացման համար գիտենք, որ ներդրումներ անհրաժեշտ են։ Արցախում պետք է ձևավորվի առողջ գիտական միջավայր։ Դա սահմանափակ ռեսուրսներով երկրի զարգացման միակ ճանապարհն է։ Աշխատանքներ պետք է տարվեն կրթության բոլոր օղակներում։ Գիտակցելով բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության նվազումը դպրոցականների շրջանում, Արցախի գիտական կենտրոնը այսօր ակտիվ համագործակցում է այդ օղակի հետ։ Ամեն ինչ պետք է դպրոցից սկսվի։ Մենք վերջին տարիներին եւս դպրոցի հետ կապն ենք, ամրացնում, որպեսզի սեր առաջացնենք բնագիտական առարկաների հանդեպ երեխաների։ Եվ մեր կենտրոնում, ինչպես կենտրոնում, այնպես էլ դպրոցներում կազմակերպում ենք սեմինարներ, մեր գիտաշխատողները ելույթ են ունենում, բայց միայն մեզնով չէ, այսինքն սա եւս պետք է դպրոց, համալսարան, գիտական կենտրոն կապը պետք է ամրանա, որպեսզի թեկուզ բնագիտական թևի ուսանողը իմանա, որ աշխատելու տեղ ունենա ինքը, կաշխատի գիտության, արտադրության մեջ։ Գիտական առաջընթացը պետք է դառնա գերակա ռազմավարական ծրագիր եւ ներգրավի մանկապարտեզից մինչեւ բուհ բոլոր օղակները։ Պետք է բացվեն գիտահետազոտական լաբորատորիաներ, որոնք իրական խնդիրների իրականացմամբ կզբաղվեն, ներգրավելով եւ դպրոցականների եւ ուսանողների։ Երիտասարդը պետք է զգա գիտնականի գործունեության կարեւորությունն ու գրավչությունը։ Գիտական կենտրոնի տնօրենի կարծիքով էլ երկրի զարգացման բանաձևը մեկն է։ Զարգացնենք գիտությունը Արցախում, որպեսզի ունենանք հզոր պետություն։